Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Կոտայքի մարզից Բալահովիտ գյուղից։ Այսօր մայիսի 17-ն է 2026 թվական։ Այսօր Հայաստանի Շնորհապետական կուսակցության ակտիվի հետ կուսակցության նախագահ եւ վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ նախընտրական քարոզչության շրջանակում, հանդիպումների շրջանակում գտնվում ենք Կոտայքի մարզում, մի շարք բնակավայրերում հանդիպումներ ունեցանք, բնական է ես խնդրեցի, որ ինձ մի փոքր ժամանակ տան, որպեսզի կարողանամ շփվեմ նաև ձեզ հետ քննարկենք նաև աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական իրադարձություններ, որովհետև ընտրություններով չի մեր շփումն ու հարաբերությունները սկսվել եւ ընտրություններով էլ չի ավարտվելու եւ աշխարհում որևէ մեկը կյանքը չի կանգնեցնելու, սպասի տեսնի մեր մոտ ով է ընտրվելու։ Ինչպես տեսնում եք, այդ զարգացումները գնում են, հարցը նրանում է, որ որքանով ենք մենք տիրապետում, թե ինչ է կատարվում մեր շուրջ, որքանով են մեր քաղաքական գործիչները, որոնք պայքարում են իշխանության գալու համար, իրենք տիրապետում ինչ է կատարվում աշխարհում, տարածաշրջանում, ինչ է կատարվում մեր շուրջ։ Դրան նույնպես մենք կանրադառնանք, իհարկե ընտրությունների հետ կապված մի բան ասեմ, գնալով մենք տեսնում ենք, թե շեշտակիորեն ճանաչելիության հարցը բարձրանում է Հայաստանի Շնորհապետական կուսակցության նկատմամբ, մարդկանց հետ հանդիպում ենք, իրանք շատ ոգևորված են, շատ-շատերը ճանաչում են, իհարկե կան մարդիկ, որոնք չեն ճանաչում, նաև բայց ցանկություն են հայտնում, որ գնան հետաքրքրվեն, ճանաչեն, նախնական տրամադրությունները միշտ դրական եւ դրան զուգահեռ, երբ որ տեսնում ենք այդ ակտիվությունը, մենք տեսնում ենք նաև, որ որոշակի շրջանակներ ակտիվ ձևով փրփրակալած այսպես պայքարում են, որ ապացուցեն, որ Գուրգեն Սիմոնյանը կամ իշխանության պատվերն է կատարում, կամ ռուսամետ ուժերի պատվերն է կատարում, ժողովուրդ չհավատակ, այս չանեք, այն չանեք եւ այլ եւ այլ։ Այդ դեպքում մի հարց է ծագում, դա է մասին է խոսենք, նոր կասնենք աշխարհաքաղաքական զարգացումներին։ Նիկոլ Փաշինյանի տեսակետը մենք գիտենք։ Նիկոլ Փաշինյանին սատարող արբանյակ ուժերի տեսակետը նույնպես գիտենք, որ իրանք չեն գնում հաղթելու, իրանք գնում են ընդամենը լինել Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը։ Բացի դրանից, եթե Նիկոլ Փաշինյանին ձայն պակասի, իրանք այդ ձայնը կտան Փաշինյանին։ Ռուսամետ ուժերը չեն թաքցնում, որ ասում են մենք կգնանք, ձայն կստանանք եւ բոլորով կհավաքվենք, առավելագույն ձայն ստացածի կողքը կկանգնենք, իսկ քանի որ առավելագույն ձայն կստանա Սամվել Կարապետյանը, իրանք հայտարարում են, որ կկանգնեն նրա կողքը։ Կան ուժեր, որ չեն ուզում ասոցացվեն ոչ գործող իշխանության, ոչ նախկինների հետ, ասում են մենք ձայն չենք տա ոչ նախկիններին, ոչ էլ գործող իշխանությանը, բա ասում են Սամվել Կարապետյանին, ասում են դե նա հո նախկին չի։ Այս արտահայտությունը նշանակում է, որ եթե իրանցից կախված լինի, որ ով կառավարություն ձևավորի, իրանք հանգիստ ձևով իրանց ձայնը կտան Սամվել Կարապետյանին։ Այսինքն ինչ է ստացվում։ Բոլորի տեսակետները նախնական գիտենք։ Ինչու պետք է մենակ մենք թաքցնեինք, որն էր դրա պատճառը։ Նշանակում է մենք հստակ էլ մեր տեսակետն էլ գիտեք, որ չենք միանալու ոչ այս իշխանությանը, ոչ նախկին իշխանություններին եւ Սամվել Կարապետյանին ոչ միայն նախկիններից չենք տարբերում, այլ նաև Սամվել Կարապետյանին համարում ենք, եթե նա ռուսական ազդեցության տակ է պատկերացնում Հայաստանը, նա նախկին է նույնիսկ ինչ ձևով ուզում է փորձի տարանջատվել դրանից։ 21-րդ դարի այս վիճակում ուկրաինական պատերազմից հետո այն խայտարակ վիճակում, որում Ռուսաստանն է հայտնվել, գտնել որ Հայաստան ավելի սերտ համագործակցություն պետք է ունենա Ռուսաստանի հետ, ավելի քան նախկին է ցանկացածը, ով նման կարծիքի է։ Եվ վերջապես ուզում եմ ասեմ հետեւյալը, որ հասկանանք։ Այսինքն այն ինչ որ կանգնում ազգային ժողովի բարձր ամբիոնից ասում է Նիկոլ Փաշինյանը, որ ես կարող էի պատերազմը կանգնեցնել, այս նույն զիջումները կլներ առանց զոհերի, այսինքն կարող էր պատերազմ չլինել եւ կարող էր լինել այդ զոհերը, եւ դուք ուզում եք կարծել, որ ես իմ այս տարիքում պետք է գնամ Նիկոլ Փաշինյանի ասածը, որ մենք զոհեր չեն լինի, այսինքն այդ զոհերի պատասխանատվությունը վերցնի իր վրա, ես գնամ այդ զոհերի արյունը վերցնեմ իմ ձեռքերի վրա, ինչի համար, որ դառնամ падգամավոր, որ ինչ անեմ այդ падգամավորը լինելով։ Ես չէի կարող հանգիստ նստել եւ մյուս վերլուծաբանների նման YouTube-յան ալիքով մինչեւ կյանքից վերջ, ինչքան որ աչքս կտեսներ, ուղեղս կաշխատեր, ձեր հետ շփվեի, ինչից էր պետք մտնել այդ պայքարի մեջ եւ ուրիշի արյունը վերցնել իմ ձեռքերի վրա։
ով է այդ միամիտը կամ ով է այդ ստորը, որ ուզում է ասի, որ մենք դրան կգնանք, ով է այդ ստորը, ով է այդ վարձկանը, այդ ստորը, որը որ մտածում է, որ դրանով ժողովրդին հետ, իրականում ժողովրդին հետ չեք պահում։ Դուք ինքներդ եք ծառայում Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունն ու Գուրգեն Սիմոնյանն է ծառայում։ Դուք ինքներդ ուզում եք, որ այդ այլընտրանքը չլինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը լինի, բայց չեք ուզում այդ արյունը վերցնեք ձեր ձեռքերի վրա։ Ուզում եք դա քսեք ուրիշների վրա։ Ոչ, վերցրեք ձեր վրա։ Ձեր երեխաների թուքումուրը կերեք դուք, որ կանգնեն ասեն այս ստորներ, դուք ոնց գնացիք դրան, ոնց համաձայնվեցիք դրան, դուք ինչ մարդիկ էիք, ձեզանից պայքար չէինք պահանջում, ձեզ չէինք ասում գնացեք մարդկանց հետ շփվեք, ձեզ չէինք ասում կուսակցություն գրանցեք, չէինք ասում հազարումի հարցեր արեք, ասում էինք ընդամենը ձեր ձայնը մի տվեք Նիկոլ Փաշինյանին, որը ձեր երեխաներին կտակեք Փաշինյան, իսկ դուք ինչ արեցիք, դուք գնացիք Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար, մերժեցիք բոլոր այլ ընտրանքներին, որպեսզի ասեք դե ժողովուրդ ջան, երեխեք ջան, դե ում հավատայինք, ոչ մեկին չէինք կարող հավատալ, բոլորը ծախված էին, ոչ, դուք ծախված եք եւ դուք եք դա անում, դա է ձեր ուզածը, պարբերաբար ասում են, որ կարող է դուք գնաք եւ ձայները փոշիացնեք, ինչպես պետք է փոշիացնենք, եթե դուք մեծ ձայն տաք, այդ տվեք չի փոշիանա, սա մեկ, եւ երկրորդ ենթադրենք գտնվում եք, որ այդ ձայնը պետք է փոշիանա, իսկ դուք ում եք ուզում, որ դառնա հաղթի, որ հիմա մենք էլ փոշիացնում ենք ձայնը։ Դուք ուզում եք Փաշինյանը հաղթի, դուք ուզում եք Սամվել Կարապետյանը հաղթի եւ մտածում եք փոշիացված ձայներով նրանց շանսն է պակասելու, իսկ մենք չենք ուզում ոչ նա հաղթի, ոչ էլ նա հաղթի։ Դրա համար ասում ենք այո, պետք է մասնակցենք եւ մեր ստացած ձայներով խափանենք այս երկուսի ծրագիրները։ Եվ այդ վարձկանները որոնք որ ցանկանում են, որ Սամվել Կարապետյանը ընտրվի եւ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակ ավելի խորը թաղվի, այդ մարդիկ են, այդ վարձկաններին կանգնեք եւ ամենայն սառնասրտորեն էթիկայի նորմաները պաշտպանելով թքեք նրանց երեսին, ով ուզմանա լինի, եթե նույնիսկ ձեր ծնողը լինի, ասեք թքեմ քո երեսին, դու արեցիր այնպես, որ Հայաստանը մնա Նիկոլ Փաշինյանի կամ Ռուսաստանի ազդեցության տակ, այ դու արեցիր դա, մի քիչ ուրիշի վրա, մենք ներկա, իսկ ով որ 100%-ով գիտի, որ Գուրգեն Սիմոնյանը կամ Նիկոլ Փաշինյանի պատվերն է կատարում կամ ռուսամետ ուժերի պատվերն է կատարում, ես պատրաստ եմ իմ ժամանակը տրամադրեմ, փաստաբանել գտեք դուք, գնանք ցանկացած նոտարական գրասենյակ եւ ստորագրենք, որ ընտրությունների ավարտից հետո կստանանք բավարար ձայն, կմտնենք ազգային ժողով, եթե մենք կմիանանք այս երկու ուժերից որևէ մեկի այդ պարագը ցանկացած թիվ թղթի վրա գրեք, ես դրա տակ ստորագրեմ, ցանկացած թիվ, բայց այն ինչ որ թիվ կգրեք 100 անգամ դրանից պակասը գրեք, որ դուք պատրաստում եք վճարեք, այս ստորներ, որ դուք պատրաստում եք վճարեք 100%-ով մարդկանց համոզելով, որ Գուրգեն Սիմոնյանը միանալու է կամ Նիկոլ Փաշինյանին կամ ռուսամետ ուժերին, համաձայն եք, ով որ համաձայնա թող զանգի, նոտարի տեղն ասի, ոչինչ քարոզությունից մի քիչ ժամանակ կտրամադրեմ, կհանդիպենք, կգնանք իրար այդ պայմանագիրը կկնքենք եւ ամսի 8-ին դուք կվճարեք այդ գումարը, որովհետեւ դուք հիմա խափում եք ստորաբար ժողովրդին։ Այո, ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ դա է հարցը, որտեղ ես կյանքում չէի մտնի դրա տակ, եթե իմանայի, որ ընտրություններից հետո կարող է հանկարծ շնորհապետական կուսակցությունը միանա կամ այս թևին կամ այն թևին։ Մեր համար դա եղել է կարմիր գիծ։ Ես միայն այդ պայմանով եմ միացել։ Ու ցանկացածը, որը քննադատում է Գուրգեն Սիմոնյանին կամ նրան կասկածում է, որ նա այս կամ այն թևի նա միացած, այդ հարցերը ես ճշտել եմ։ Դա նշանակում է դա վիրավորական է նաև իմ հասցեին։ Ու եթե ինչ որ սուտի միջազգայնագետներ տարբեր տեղերում նստած տարբեր քաղաքում կարծիք են հայտնում, որ Հայաստանում որևէ մեկը չկա, այդ դրանով անթակույց ձևով Նիկոլ Փաշինյանն եք գովերքում տղաներ ջան։ Ու եթե Հայաստանում ոչ մեկին չեք տեսնում, այդ թվում ինձ չեմ ուզում չափը անցնեմ, բայց ուզում եմ բացատրեմ, որ տենչում էիք, որ ինձ հետ շփվեք, որ արժանանաք իմ ուշադրությանը։ Ես էլ ավելի բարեկիրթ հարմար բառ չեմ գտնում ոսկեղենիկ հայերով ասած, որ լայաղանեի ձեր հետ շփվեի։ Դուք ինձ չեք նկատում, հա։
Չկա ոչ մեկը չկա։ Եթե ձեզ համար Հայաստանում ոչ մեկը չկա, ուրեմն դուք ուզում եք, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Ինքներդ աշխարհի տարբեր քաղաքներում նստեք, վայելեք այդ ազատությունը, վայելեք այդ բարեկեցությունը, Հայաստանի հաշվին գրդոն անեք այդ գրդոնչի սուտի միջազգայնագետներ, թե դուք ինչ գիտելիք ունեք, ինչ գիտելիքի բազա ունեք, որ ձեզ որպես միջազգայնագետ կամ քաղաքագետ կամ վերլուծաբան լսեն։ Լսել են, որ Հայաստանի մասին կարծիք հայտնեք, ինչ հակատարվելու Հայաստանում, որտեղ մարդիկ անհանգիստ են։ Լսում են ու տեսնում են, որ ձեր ասացի նպատակն է, ոչ մեկը չկա, եթե ոչ մեկը չկա, ուրեմն իշխանությունը գտնում է Նիկոլ Փաշինյանի մոտ։ Դուք ուզում եք, որ Նիկոլ Փաշինյանը մնա։ Գնացեք զբաղվեք այդ երկրներում, եթե այդ երկրներում ի վիճակի կլինեք որևէ բան աշխատեք։ Դուք ոչ մի բանի ի վիճակի չեք։ Հայաստանից դուք չկայացած գնացել եք, որ կայացած մարդիկ Հայաստանում աշխատանքով շարունակել են աշխատել։ Այդ ձեր նման լրագրողներն ու միջազգայնագետները, որովհետև Հայաստանը մրցակցությունը դաժան է։ Ստեղից գնալ դուրսը աշխատել խոպանչի եւ որի պարագայում ցույց տալ թե իբր թե մտահոգ եք Հայաստանի համար, ամսի 7-ի ընտրություններն էլ կանցնի, կնստենք մի հատ կհասկանանք ով իրանից ինչ ա ներկայացնում եւ կտեսնեք հայ հասարակությունը ինչպես իր վերաբերմունքը ցույց կտա ձեր վերլուծությունների նկատմամբ։ Հիմա դրա համար հաշվի առնելով միջազգային թեմաներին անցնելը հաշվի առնելով, որ մեր ունեցած գործիքը, որտեղ տեսնում եք վարձկաններին ոնց են վճարում, իբր սուտի բլոգերներ, որոնք որ տանը իրանց եթե կարծիք հայտնեն, խոհանոցում անգամ կինը իրան չի լսի, էլ չեմ ասում ճաշասենյակում, ով կթողի մտամնա ճաշասենյակ գնա մի հատ կարծիք հայտնի, ողողել են, վարձել են, լցրել են, որ Գուրգեն Սիմոնյանի մասին խոսեն։ Հասկացեք, եթե դուք այդքան ձայն ունենայիք, դուք ինքներդ կառաջադրվեիք ու ձայն կստանայիք։ Դուք այդ ձայնը չունեք։ Եվ ձեր ազդեցությունը շատ փոքր է։ Ընդհանրապես դրանով ցույց եք տալիս, թե ինչքան եք վախեցած Հայաստանի շնորհապետական կուսակցության հաջողություններից։ Այդ եք ընդհանրապես ցույց տալիս։ Դրա համար այս մենք ինչ գործիք ունենք, փորձենք օգտակար լինել դրան։ Ինդիկատիվ ունեմ կայքը, եթե հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, ձեր մոդիկների միջոցով տարածեք, մարդկանց ասեք, թող իրանք պատկերացում ունենան ինչի մասին ենք խոսում, ինչ ենք անում, մենք օրվա մեջ մաքսիմալ տեսնում եք այն շրջագայությունները, որ մենք գնում ենք տարբեր մարզերով, ամեն օր մեկը մեկին հաջորդող, պատկերացնում եք դրա լարվածությունը, դրա չարչարանքը, շատ ժամանակ մեր երիտասարդ գործընկերները անգամ ինձ ասում են, չեք հոգնում, ասում եմ, չէ, ձեզ ջահելներին օրինակ եմ ծառայում, որ 66 տարեկան հասակում կարող ենք այդքան ճանապարհ գնալ, հանուն են նպատակի, ինչի համար որ անում ենք, որպեսզի կարողանանք մարդկանց մեր խոսքը հասցնենք։ Դրա համար եթե ցանկություն եք ունենաք ձեր ֆինանսական աջակցությունն ունենաք կայքին, կարող եք նայել նյութի նկարագրական մասում կա եւ բանկային փոխանցում եւ քարտային փոխանցում եւ արագ փոխանցում եւ PayPal, Patreon համակարգ եւ Իդրամ, իսկ ավելի ճիշտ, ավելի կարևոր կլինի, որ կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ եւ նաեւ ձեր աջակցությունը ունենաք կազմակերպական հարցերից սկսած շատերն են գալիս, իրանց աջակցությունն են առաջարկում, նաեւ հաշվի առնեք, որ այն ծախսերը, որոնք որ արվում են կուսակցության միջոցներով, իսկ կուսակցությունը նվիրատվություններով, իսկ այդ նվիրատվությունը միայն Հայաստանի քաղաքացիների կողմից կարող է տեղի ունենալ, նրանք ովքեր այդ հնարավորություն ունեն, իրենց մասնակցություն ունենան, պատկերացնում եք ինչ անհավասար պայքար ենք մղում, բայց լի ենք վճռականությամբ, դուք արդեն այն հիստերիան, որ մեր դեմ տեսնում եք, արդեն հասկանում եք, թե ինչքան են իրանք արդյունավետ համարում մեր աշխատանքը եւ վախեցած են, որ մենք կանցնենք եւ իրանց պլանները կխախտվի։ Դրա համար, եթե նաև հնարավորություն կունենաք մասնակցել, եթե դուք Հայաստանի քաղաքացի չեք, կարող եք ձեր բարեկամներից մեկին խնդրել, որը Հայաստանում գնա, այդ նույն նվիրատվությունը կատարի, մնացած արդեն դուք գիտեք ձեր բարեկամը հարցերը ինչպես կլուծեք, մենք օրենքը խախտելու բացարձակ կողմնակից չենք, եթե օրենքը արգելում է դրսից ֆինանսավորում, ուրեմն արգելում է, իսկ ես նշեցի նաև հասարակական կազմակերպության բանկային փոխանցման տարբերակները եւ նաև YouTube-յան ալիքի այդտեղ սահմանափակում չկա, Հայաստանի քաղաքացի չհանդիսանալը, բայց այդտեղ էլ մենք խախտում չենք անի, որ հանկարծ այդ գումարը ինչ որ ուղիղ ձևով գնա այնտեղ, որպեսզի որևէ մեկը ասի օրենք եք խախտել, մենք օրենք չենք խախտի, բայց այդ միջոցներով կկարողանանք արդյունավետ աշխատանք տանել, որը կնպաստի մեր քայլերին։ Հիմա այդքանով արդեն եւ մեկ էլ անպայման բաժանորդագրվեք
Գուրգեն Սիմոնյանի YouTube-յան ալիքին, բաժանորդագրեք Facebook-յան էջին, որովհետև ամբողջ օրվա ընթացքում մեր ամբողջ այդ շրջագայություններն ու հանդիպումները լուսաբանվում են, լայնորեն տարածվում են եւ նաեւ տեսնում եք մարդկանց կարծիքը, մարդկանց վերաբերմունքը։ Դա էլ շատ օգտակար է, շատ դեպքերում ասում են, բա մենք ինչով օգտակար լինենք, օգտակար եղեք դրանով, որովհետև մենք անում ենք այն ծրագիրը, ձեր ծրագիրը, մեր ծրագիրը եւ ձեր երեխաների ապագայի ծրագիրը։ Մեր հաղթանակը ձեր հաղթանակն է։ Այնպես որ տեր կանգնեք ձեր հաղթանակին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից վերադարձել է, կանգնելով Իրանի հարցով կարևոր որոշումներ ընդունելու անհրաժեշտության առաջ, քանի որ նրա գլխավոր օգնականները մշակել են ռազմական հարվածներին վերադառնալու ծրագրեր, եթե Թրամփը որոշի փորձել փակուղուց դուրս գալ նաև ռմբակոծությունների միջոցով։ Օգնականների խոսքով Թրամփը դեռ պետք է որոշի իր հետագա քայլերը։ Հրադադարից հետո իրականացվում է առավելագույն ակտիվ նախապատրաստություն արդեն հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ հարվածները վերսկսելու նպատակով։ Քննարկվում են Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքային օբյեկտների նկատմամբ ավելի ագրեսիվ հարվածների սցենարներ, ինչպես նաև հատուկ ջոկատայինների մասնակցությամբ գործողություն Իսֆահանում միջուկային նյութերը դուրս բերելու նպատակով։ Ինչու ամեն օր մենք խոսում ենք Իրանի մասին։ Տեսեք, ամբողջ աշխարհն է խոսում Իրանի մասին։ Երկրներ, որոնք շատ հեռու են գտնվում Իրանից, նաև Ամերիկայից։ Երկրներ, որոնք հասկանում են, որ Իրանի հետ պատերազմի արդյունքով նոր աշխարհակարգ է ձևավորվելու եւ դա ուղղակիորեն առնչվում է նաև ուկրաինական պատերազմի, որտեղ գործող անձին, խաղացողները, ուկրաինական պատերազմ Ռուսաստանն է, որի թիկունքում կանգնած է Չինաստանը, ակտիվ կանգնած չէ, բայց եթե տեսնի, որ Ամերիկան թուլացել է, լավ էլ ակտիվ կկանգնի։ Նույն ձևով Ռուսաստանը աջակցում է որքան ի վիճակի է Իրանին, համենայն դեպս սատար է կանգնում Իրանին, եւ եթե Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված եւ Իրանի հետ կապված նույն խաղացողներն են Իրանի թիկունքում նույնպես Չինաստանը, որը պատրաստ չի ակտիվ աջակցել Իրանին, բայց շատ կուզենա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ձախողվի։ Այդ դեպքում իրանք լավ էլ թիմ կունենան Ռուսաստան, Չինաստան, Իրան։ Այսինքն սա նշանակում է, որ իրանական պատերազմը վերաբերվում է բոլորին անխտիր եւ շատ զարմանալի է, որ ընտրությունների արդյունքներով այսպիսի ֆանտաստիկ ռեսուրս ունենալով ամբողջ երկիրը իրանցով ողողելով, նկատի ունեմ թե իշխանությունը, թե ռուսամետ ընդդիմությունը, որևէ մեկի պետքը չի, որ քննարկի, թե աշխարհում ինչա կատարվում։ Կարծես դա մենակ Հայաստանի ներքաղաքական խնդիրներն է։ Իշխանության եկաք ինչ եք անելու։ Այսօրվա այն քայլերը, որը այսօր պետք է անեիք, որ վաղը մենք պատրաստված լինեինք դրան կանխարգելիչ քայլեր անեինք, արել եք, որևէ մեկի կարծիքը լսել եք, որևէ մեկը ձեզ ասել է, ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է։ Այսինքն ամբողջ աշխարհը քննարկում է Ամերիկայի, Իսրայելի եւ Իրանի պատերազմը, բացի Հայաստանից։ Հայաստանի իշխանությունից ու ընդդիմությունից հա դե կներեք իրանք զբաղված են ընտրություններով, հա։ Սա լուրջ եք համարում դուք։ Դրա համար դուք տեսեք ինչ ինտենսիվությամբ է դա քննարկվում եւ ինչպես է այս ամեն ինչը մեր օրակարգից դուրս մնացել։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ծաղրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթին նրան անվանելով սնանկացած հեռուստահաղորդավար։ Իհարկե թե ինչպես Փիթ Հեքսեթը հայտնվեց Պենտագոնում մի քիչ շատ զարմանալի էր, որովհետև իր ռազմական արվեստը, իր ռազմական գործողության մասնակցությունը շատ ցածր տրամաչափի զինվորական է եղել Աֆղանստանի եւ Իրաքի հետ կապված պատերազմում, այդ տրամաչափի ռազմական գործի մասնագետը չէր կարող լինել պաշտպանության նախարար կամ ինչպես անունը Դոնալդ Տրամփը վերանայեց պատերազմի նախարար եւ դրա համար ինչ որ միտեղ անգամ Իրանը անգամ իրան թույլ է տալիս ծաղրել Ամերիկայի պաշտպանության նախարարին։ Պատկերացնում եք ինչ օրն ենք հասել եւ կարելի է կարծել մենք չենք նկատում, որ ստեղ խնդիր կա, ժողովուրդ ջան։ Ամերիկան իր առաջ դրած իր նպատակներին չհասավ, բա որ չհասավ հաջորդ քայլը ո՞րն է։ Բա Ամերիկայի այդ գործընկերության պարագայում հաջորդ քայլը ո՞րն է։ Բա նոր աշխարհակարգի պարագայում Ամերիկայի դերակատարությունը, որ այսպիսի վիճակում է հայտնվում, բա ի՞նչ է տեղի ունենալու։ Ինչ ենք ունենալու Իրանից հետո, ինչ ենք ունենալու ուկրաինական պատերազմից հետո, ինչ աշխարհ ենք ունենալու։ Շարունակում է Բաղեր Ղալիբաֆը Մոհամմադ խորհրդարանի խոսնակը, աշխարհը կանգնած է նոր կարգի շեմին, ինչպես ասել է նախագահ Սի Ցզինպինը, դե նկատի ունի Չինաստանի 101-ի ընթացքում աննախադեպ փոխակերպումներն արագանում են ողջ աշխարհում եւ ես
ընդգծում են, որ իրանցի ժողովրդի 70-օրյա դիմակայությունն արագացրել է այդ փոխակերպումները, ապագան պատկանում է գլոբալ հարավին, նշել է Ղալիբաֆը։ Իհարկե, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր պատմական շանսը բաց թողնեց աշխարհը լինի միաբևեռ կամ գոնե միաբևեռ չլինելու պարագայում աջակցի, որ Եվրամիությունը դառնա երկրորդ բևեռը եւ երկուսով միասին պայմանավորվեին եւ Չինաստանին իրանցով անեին դալներ երրորդ բևեռը, այդ դեպքում Չինաստանը իրանց չէր խանգարի, այլ կդառնար գործընկերը, որտեղ այդ ազդեցության հետ կապված իրանք խնդիր չէին ունենա, բայց պահը Միացյալ Նահանգները բաց թողեց եւ այսօր Չինաստանը եւ այսօր Իրանը արդեն մտածում են, որ արդեն ուժի կենտրոնը տեղափոխվելու է գլոբալ հարավ, իսկ մենք արդյոք շատ ուրախ ենք, որ դա այդպես լինի, մենք այդ խաղի մեջ կանք, մենք այդ խաղի այդ գծագրի մեջ որ խաղացողն ենք մենք, կամ արդյոք եթե նույնիսկ խաղացող չենք, այդ ձևով աշխարհը բաժանվելու պարագայում մենք լավ ենք պատկերացնում, որն է մեր տեղն ու դերը այս աշխարհում եւ ինչա տեղի ունենալու աշխարհի հետ։ Ամենայն մեծ ափսոսանքով եմ ես մտածում, որ Դոնալդ Թրամփը պահը բաց թողեց եւ այդ շանսը, որը ինքը ունեցավ, առավել եւս այսօր BRICS-ը Շանհայի համագործակցության կազմակերպությունը մտածում են, որ իրանք բևեռ դառնան։ Այսինքն չեղավ, Եվրամիությունը չէր կարա անգամ դա ալներ։ Այն դեպքում Եվրամիությունը համակարգ է, իսկ BRICS-ը կամ Շանհայի համագործակցության կազմակերպությունը ընդհանրապես միջազգային կազմակերպություններ են, ոչ ավելին։ Այսինքն նրանք համեմատելու չի նույնիսկ այն խաղի կանոնները, որը որ կա մի կուռ համակարգի մեջ, ինչպիսին Եվրամիությունն է, եւ մեկ էլ նրանց մեջ անկախ նայած քանի պետություն է ներգրավված եւ այդ պետությունները ինչ բնակչության թիվ ունեն կամ համախառն ներքին արդյունքի ինչ տոկոս, նրանց համագործակցությունը համակարգի անդամ չեն նրանք։ Այսինքն այս հարցում Եվրամիության հետ նրանք մրցակցել չեն կարող։ Նույնիսկ եթե շատ ճոռոմ է հնչում, թե քանի երկրներ են մասնակցում եւ ինչ բնակչության թիվ ունեն։ Եվ այս պահը ուղղակի Դոնալդ Թրամփի պատճառով համենայն դեպս մենք մտանք անորոշության փուլ, որովհետև այս գլոբալ հարավի հարցը դեռ չի լուծվել։ Մենք չունենք դա, հինը չի ընդունվում, նորը չի ստեղծվել։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայել Բաղայի ԱՄՆ իշխանությունները նացիստական Գերմանիայում քարոզչության հարցերը համակարգող Յոզեֆ Գեբելսի հռետորաբանությունն են օգտագործում Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար, ինչը վերջ է դրել երկրի միջև բանակցային գործընթացին։ Հենց ԱՄՆ եւ Իսրայելի ռեժիմների կողմից պատերազմի անխոհեմ բորբոքումն է կործանել խոստումնալից դիվանագիտական գործընթացները եւ Իրանի դեմ չհրահրված ռազմական ագրեսիայի միջոցով դիտավորյալ վտանգ ստեղծել անվտանգության համար, կենսական նշանակություն ունեցող էներգետիկ երթուղիներում, միայն թե հետո Իրանին մեղադրի ապակայունացման մեջ, որպեսզի կյանքի կոչի Գեբելսի տխրահարճակ ասացվածքը, մեղադրի ուրիշներին այն բանում, ինչ ինքը տես անում։ Իհարկե տեսեք, Էսմայել Ղալիբաֆը ներողություն, Էսմայել Բաղային ինքը, ասենք, պաշտոնական ներկայացուցիչ է, էլի, ինքը այնուամենայնիվ պաշտոնական տեսակետ ներկայացնելով պետք է մի քիչ ավելի զուսպ լինի, եթե զուտ պաշտոնական տեսակետ է հայտնում։ Այսինքն ինքը բայց եթե ինքը Գեբելսի օրինակ բերել եւ այլ, սա խոսում է նրա մասին, որ իրանք իրենց շատ վստահ են զգում, որ իրանք հասել են ինչ-որ հաջողությունների։ Այսքան հարված ուտելուց հետո իրանք համարում են, որ հաջողությունների են հասել։ Հաջողությունն հասում են այն պատճառով, որ Ամերիկային չհաջողվեց կոտրի դիմադրությունը Իրանի։ Որևէ մեկը չի ասում, որ Ամերիկան հարված չի հասցրել կամ ինչ որ նրա ենթակառուցվածքները շարքից չի հանել շատ-շատերը, բայց եւ միևնույն ժամանակ չի հասել իր նպատակներին։ Չես ասել քո նպատակներին, ուրեմն պարտվել ես։ Բայց արդյունքում մենք ինչ ունենք։ Իրանը չի հաղթել, Իրան հաղթանակած է համարում։ Ամերիկան չի հաղթել, Իրան հաղթանակած է համարում։ Արդյունքում մենք ինչ ունենք։ Հարցն էլ չի լուծվել, որտեղ այն նպատակները, որը դրված էր Իրանի առաջ ոչնչացված տեսնել Իսրայելը, այդ նպատակները, որը դրված էր Իսրայելի առաջ ոչնչացված տեսնել Իրանը, դա տեղի չի ունեցել։ Ու ինչպես տեսնում եք, նույնիսկ մոտ չեն այդ քայլը լուծելուն։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը խոսելով Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քուվեյթի մասին հայտարարել է. Իրանը տարիներ շարունակ նրանց վերաբերել է որպես ընկերների եւ եղբայրների, բայց նրանք նախապես վաճառելով իրենց ինքնիշխանությունը, նույնիսկ իրենց հողերն ու տները հանձնել են Պաղեստինի եւ Իրանի թշնամիներին։
Այսինքն այս հարցում դժգոհություններ ունի Իրանը արաբական երկրների նկատմամբ, արաբական երկրներն էլ Իրանի նկատմամբ, որտեղ այդ արաբական երկրները փորձել են պաշտպանվել ամերիկյան բազաներով, բայց ամերիկյան բազաները հարված են կերել Իրանի կողմից, որովհետև Ամերիկան էլ այդ բազաներն օգտագործել է Իրանի դեմ։ Այսինքն իրանք տարածաշրջանում չհասկացվածության փուլ մտան, արդյունքում դեռ լուծումը գտնված չէ։ Արաբական երկրները Ամերիկայի բազաներով ոչ թե պաշտպանվեցին, այլ արաբական երկրները դարձան թիրախ Ամերիկայի բազաների պատճառով։ Իրանք պետք է որոշում կայացնեն։ Հրաժարվում են դրանից, ռիսկանում են հրաժարվել, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները ցույց տվեց, որ ինքը այնքան ուժեղ չէ, որպեսի պաշտպանի արաբական երկրներին, բայց այնքան ուժեղ է, որպեսի հարվածի արաբական երկրներին։ Իրանք էլ են դա հասկանում։ Մոտարապես Դոնալդ Տրամպը խաղում է այն խաղը, ինչ որ մեր հետ արել է Վլադիմիր Պուտինը։ Շատ ցավում եմ դրա համար, որ մարդիկ մտածում էին, որ Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որ մեզ օգնի, բայց այնքան ուժեղ է, որ մեզ վնասի։ Այդ դրա համար ստիպված պետք է մնանք այդ ազդեցության տակ։ Շատ ցավալի է, որ այսօր Դոնալդ Տրամպը, քանի որ Իրան հանգիստ չի տալիս Վլադիմիր Պուտինի փառքը, ինքը շարունակում է մտածել, որ ինքը պակաս Պուտին չերելնի, ափսոս, որ Ամերիկայում ժամանակը ավարտվում է, ինքը չի կարող ցմահ լներ, ավելի լավ է ցմահ Պուտինը լներ, քան 4 տարով Ամերիկայի նախագահ։ Էտա դե ամեն մարդ ինքն է որոշում եւ ընտրողն է որոշում ում է ընտրել, ում է վստահել այդ պաշտոնը։ Դոնալդ Տրամպը չի կարողացել առաջընթաց գնացել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում։ Չինաստան կատարած այցից հետո Իրանը քիչ հետաքրքրություն է ցուցաբերում նեղուցի նկատմամբ իր վերահսկողությունը թույլատնելու հարցում։ Նույնիսկ եթե պատերազմն ավարտվի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշչյանը հայտարարել է, որ իր երկիրը կիրականացնի արդյունավետ եւ պրոֆեսիոնալ վերահսկողության մեխանիզմներ։ Չնայած նեղուցը բացելու վերաբերյալ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջև ակնհայտ համաձայնությանը, Հորմուզի նեղուցն ինքնին մնում է փակ եւ նավագնացությունը կրկին կանգ է առել նավերի վրա հարձակման սպառնալիքների պատճառով։ Սա մեզ չի վերաբերվում, ենթադրենք այդ Հորմուզի նեղուցով մեր համար նավթ բերող տանկեր դուրս չի գալի, որ աշխարհը այս վիճակին է, որ գները տատանվում են, որ խնդիրներ կա շատ երկրներում, որ խնդիրներ կա Եվրոպայում, որ Չինաստանը խնդիրը ունի այս պարագայում եւ լուծումը որոնում, եւ այդ լուծումը որ գտնի մենք պետք է հասկանանք այդ լուծումը ինչ է գտել, աշխարհի փոփոխություն է եղել։ Հեչ դա չի դառնում մեր քարոզչական թեմա։ Դե չէ, դա ինչ հետաքրքրություն է ներկայացնում, ավելի լավ չի գնան մեկը մեկին ասի դու ինչ ես համբալ ես, նայել ասի համբալը դու ես, հետո նրա երեխան նրան ասի դու ես համբալը, ներքաշվի ասենք մյուսների խոսակցության մեջ, հետո էլ մեկն էլ ասի ավելի լավ է համբալ լինես, քան Ալիևի տուզիկ, եւ մենք զբաղված ենք դրանք նայելով, ես համարում եմ, որ ավելի մեծ ողբերգություն, քան մեր երկրում այս մակարդակի բանավեճ կնա, ես ուղղակի չեմ պատկերացնում ժողովրդյան։ Մենք սրան ենք արժանի, ասում են ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը։ Լավ ինչ անենք, մեզ ոնց կոտորենք, որ մեր ժողովուրդը այնպիսի իշխանություն չընտրի, որ հետո էլ ասեն ամբողջ ժողովուրդը արժանի է իր ղեկավարությանը։ Եթե չէ, մի լուծում գտնեիք։ Փորձում ենք այդ լուծումը գտնենք, ձեր աջակցությամբ ենք փորձում գտնենք, որովհետև ով գտնում է, որ այս վիճակի հետ չի հաշտվում, չպետք է նեղանա ու մի կողմ քաշվի։ Եթե այդպես լներ, ես էլ կարող էի նեղանալ ու մի կողմ քաշվել եւ ասեի դե ինչի հետևից են գնգե, մեկը այս մարդիկ չեն հասկանում։ Ոչ ժողովուրդ ջան, այդպես չի։ Եթե դու հարգում ես քո ժողովրդին, ես այդ ժողովրդի մի մասնիկն եմ։ Ես նրանցից բարձր չեմ, որ կանգնեմ ասեմ դե ես անհասկացող ժողովուրդը, դե ինչ են հասկանում, մենք էլ մեր ներվերը ծախսեն։ Ես նրանց մի մասնիկն եմ։ Եվ շատ դեպքեր են, որ հանդիպում են, ասում են դե գալիս եք ժողովրդի հետ շփվում, ասում ժողովուրդ ջան, այդպես չի։ Մենք թիկնապահներով չենք ապրում պալատներում։ Մենք ձեր մեջ ենք ապրում։ Ինչ է նշանակում, եկել ենք ձեզ հետ շփվենք։ Մենք ամեն օր ձեր մեջ ենք ապրում։ Շփվել դա ինչ հատուկ շփվում ենք, հա ձեզ հետ։ Բա մնացած ժամանակն ինչ ենք անում։ Պալատներում վայելում ենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը զգուշացրել է Իրանին, որ նրա համար շատ ծանր ժամանակներ կգան, եթե մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիր չկնքվի։ Նրանք շահագրգռված են համաձայնության հասնելու հարցում, ասել է Տրամպը։ Թե ոնց են շահագրգռված, թե ինչ է կատարվում, թե ինչ հարցալուծում, մինչև հիմա պարզ չի, որտեղ լուծումը գտնված չի։
Իրանի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Սալեհ Զոքարն ինչ է ասում. Իրանը որպես Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ դիմակայությունում հաղթած կողմ որոշում է հակամարտության ապագա կարգավորման պայմանները։ 10 կետից բաղկացած պլանը կարմիր գիծ է Իրանի համար։ Այսինքն ինքը համարում է, որ ինքը հաղթել է։ Մենակ հաղթել է նրանով, որ ամերիկան չի հաղթել, Իսրայելը չի հաղթել։ 10 կետ ներկայացել են, ամերիկան դրա հետ համաձայն չի, ամերիկան մերժում է այդ 10 կետը, ինքը ներկայացնում է 5 կետ, որի հետ համաձայն չի Իրանը։ Դուք պատկերացրեք էսա վիճակը։ Կատեգորիկ ձևով Թրամփն ասում է, եթե չհամաձայնվեք, հարվածելու ենք, հաջորդ օրը մեկ էլ ասում է, լավ էլի, լավ է, այս 5 կետը քննարկեք, որովհետև չի ուզում ինքը հարվածի, որովհետև չի տեսնում այդ հարվածից հետո հաջողության հետևանքը չի տեսնում։ Պայմանները որոշում են մարտի դաշտում հաղթանակ տարած երկիրը, այլ ոչ թե ձախողված իր նպատակներին չհասած եւ միայն ավերածություններ բերած երկրի կառավարությունը։ Ուստի ամերիկացիները պետք է ընդունեն մեր պայմանները, ասել է Ջոքարը։ Խորհրդանի անդամը նշել է, որ Իրանը երբեք չի վստահել ԱՄՆ-ին, իսկ իր երկրին այլ ճանապարհ չունի, քան ավելի ուժեղ դառնալը։ Հիմա դուք տեսնում եք, սա է մթնոլորտը, սա է վիճակը, իսկ մեզ ոնց որ թե խաղաղության խաչմերուկ են խոստանում, 3 գումարած 3 ձևաչափ են խոստանում, որի մեջ առանցքային դերակատարություն ունի Իրանը։ Իդեպ մի բան էլ ուղղակի ես ձեզ հիշացնեմ, երբ որ Facebook-ը հիշացրեց, շատ որ ծանրաբեռնված են կլնում այդ ամեն ինչը չենք կարողանում ուշադրություն դարձնել, բարեբախտաբար Facebook-ը հիշացնում է, որ եթե ժամանակին այդ թեմային անդրադարձել ես, ուրեմն մի հատ տեսնենք այն ինչ որ այն ժամանակ քննարկել ենք, այն ինչ որ այն ժամանակ ասել ենք, արդյոք այդ նույն խնդիրները, այդ նույն խնդիրները այսօր մեր առաջ կանգնած չեն։ Հասկանանք, որովհետև մենք պատմությունից դասեր չենք քաղում։ Այն ժամանակվա ասածը, այն ժամանակ չենք ընդունել, հիմա էլ ասում են, դե լավ, հասկացանք, մենք ինչ գիտենք, վաղը ինչ է անելու, ասա հիմա ինչ ենք անում, ասում ենք ժողովուրդ ջան։ Ուղղակի եթե այն ժամանակ լսածը լեիք, հիմա ուրիշ բան կքննարկեինք։ Այս նույնը չէինք ասի, ցավալիորեն դեռ արդեական է։ Իսկ 2014 թվականի այս ժամանակները դա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակներն էր։ Հայաստանը մեր տունն է, ուղղակի տանտերը տանտեր չի։ Ցինիկ քաղաքական գործիչների պակաս չենք ունեցել երրորդ հանրապետության ողջ ընթացքում, բայց այժմ վիճակն էականորեն տարբերվում է, եւ քանի որ ցինիզմն արդեն տարերային բնույթ չի կրում, այլ բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի, այսինքն ցինիկ քաղաքականությունը Սերժ Սարգսյանը բարձրացրել էր պետական քաղաքականության մակարդակի։ Քաղաքացին պահանջ է ներկայացնում իր կառավարությանը, որ երեխան կոշիկ չունի դասի գնալու, որ ողջ ընտանիքով ամբողջ օրը հաց չեն կերել եւ ընդամենը ցանկանում են ստանալ իրենց մի կտոր հացը, կամ էլ ունենալ այն վաստակելու հնարավորություն։ Իսկ իշխանություններից լսած պատասխանը մշտապես այս ոճի շրջանակներում է։ Իհարկե տեղյակ ենք, որ ոչ միայն ձեր, այլև մեր երկրում շատերի երեխաները կոշիկ չունեն, ու որ միայն ձեր տանը չէ, որ հաց չկա ուտելու, բայց դուք գիտեք, թե աշխարհում որքան երեխա կա, որ կոշիկ չունի դասի գնալու, ավելին, շատ նաև շոր չունի, իսկ որքան մարդ ոչ թե 1, այլ 10 օր հաց չի կերել, այնպես որ քննադատելուց առաջ բարի եղեք նկատել, որ մեր երկրի վիճակն այնքան էլ վատ չէ համաշխարհային ցուցանիշների համեմատ, ու այդպես սոված ծարավ ու առանց շոր ու կոշիկ արտնտունջ շարունակեք յոլա գնալ։ Իսկ ինչ եզրակացություն է սրանից անում մեր քաղաքացին, որ մեր իշխանությունները լավ էլ տիրապետում են երկրում տիրող վիճակին, որ լուծումներն էլ գիտեն, բայց ոչինչ անել չեն պատրաստվում, այլ միայն լկտի ձևով հայտարարում են, որ եթե պետության միջոցները չծախսեն իրենց վրա ու իրենք էլ կքված լինեն խնդիրների ծանրության տակ, ինչպես կարող են մտածել հասարակ ժողովրդի մասին։ Դուք այս բառերը Նիկոլ Փաշինյանական պաշտոնյաներից չեք լսել։ Այն ինչ որ հիմա Սերժ Սարգսյանի ժամանակվա պաշտոնյաներն էին ասում, այս մարդիկ չեն ասում, եթե մենք լավ չապրենք, բա ոնց ենք երկիր ներկայացնելու, եթե մենք այս փողերը չստանանք, ոնց ենք ձեր մասին մտածելու, տեսել ենք ոնց եք մտածում, որովհետև Սերժ Սարգսյանից ոչ միայն ստացել եք իշխանություն, ոչ միայն ստացել եք Սերժ Սարգսյանի հակով կարած սահմանադրություն, այլև ոտից գլուխ դուք Սերժ Սարգսյան եք, ուղղակի մի քիչ ավելի թարմ տեսքով, քան Սերժ Սարգսյանը։ Բացարձակ ոչինչ չի փոխվել, որովհետև դուք տեսլական հայեցակարգ չեք ունեցել երկրի կառավարման։
ու 8 տարի կառավարման արդյունքում այսօր էլ չունեք։ Մնում է, որ քաղաքացին էլ մտածի, որ լավ է, որ մեր կառավարության շնորհիվ ծանոթացավ համաշխարհային ցուցանիշներին ու կարող է հանգիստ գտնել այն երկիրը, որտեղ իր երեխան շոր ու կոշիկ կունենա, տանը հաց կլինի ու որ պակաս կարևոր չէ, իշխանություններն էլ ցինիկ չեն լինի։ Արտագաղթում են ոչ միայն այս դժվար ապրելակերպի պատճառով, այլ առաջին հերթին այն, որ վաղվա օրվա նկատմամբ հավատ չունեն, քանի որ տեսնում են, որ իշխանությունները վիճակը բարելավելու ուղղությամբ ոչինչ անել չեն պատրաստվում։ Բայց դրան հակառակ, ինչ սրտաճմլիկ ու կեղծ հայրենասիրական կոչեր ասես, որ չենք լսում մեր իշխանավորներից, որ Հայաստանը մեր տունն է, մեր մեծ ընտանիքը, ինչպես կարելի է դժվարություններից փախչել, հարկավոր է մնալ ու կարգի բերել մեր տունը, բայց նման կերպ արտահայտվողները փորձել են մտածել, որ եթե իրենց հարազատ երեխայի բարձրացրած խնդրի մերել նման ցինիկ ձևով պատասխանեն, թե բալիկ ջան, տես թե աշխարհում որքան երեխա կա, որ վիճակը քո վիճակից վատ է, իսկ փոխարենը ծնողն ամեն անգամ կերած խմած վերադառնա տուն, նոր մեքենա իրեն համար գնաց ու այդքանից հետո երեխային էլ պատասխանի, որ եթե իմ խնդիրները չլուծեմ, ինչպես կարող եմ անհոգ զբաղվել քո խնդիրներով։ Միթե երեխան դուռը չի շրխկացնի ու տնից հեռանա։ Այո, Հայաստանը մեր տունն է, ուղղակի տանտերը տանտեր չի։ Ու եթե ցանկանում ենք վիճակը փոխել, պետք է գիտակցենք, որ մեր երկրի տերը մեր բազմաչարչար ժողովուրդն է, իսկ նախագահը ընդամենը մեր կողմից ընտրված ժամանակավոր կառավարիչ։ Ու եթե ի վիճակի չէ իր ստանձնած պարտավորությունները կատարել, ապա նման տիրոջից ոչ թե օր առաջ, այլ 3 առաջի օրը պետք է ազատվեինք, քանզի նրա պաշտոնավարման ամեն օրն արդեն մեր պետության ու ժողովրդի ռեսուրսները մաշելու հաշվին է։ Այսինքն սա այն է, որ դուք հիմա լսեցիք։ Եթե ես այստեղ գրեի ոչ թե նախագահ, այլ վարչապետ, եւ գրեի ոչ թե 2014 թվական, այլ գրեի 2026 թվական, շատ սխալված կլինեի, այստեղի թվարկածից, որը այսօր չի համապատասխանում իրականությանը։ Այ մենք ապրում ենք այս մթնոլորտում։ Ու երբ մարդիկ պայքարում էին Սերժ Սարգսյանի դեմ, Սերժ Սարգսյանն էլ ուներ իր գործիքակազմը, իմ նման մարդկանց գցեր սև ցուցակի մեջ, որպեսզի մեր խոսքը չհասներ։ Մարդիկ փողոցում տեսնում էին, ասում էին հանրապետությունը մեզ, ասում էին, հա, բա ինչի ձայնդ չի լսվում, չեն թողում որ լսվի, որևէտև այդ ժամանակ սև ցուցակը գցել էին մեզ հսկայական թվով մարդկանց հրապարակային գործիչների, որպեսի կանաչ լույս վառեն Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների համար, որպեսի նրանցից կերտեն ընդդիմություն, որպեսի երբ որ դրսից ասում էին Հայաստանում երբեք ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվի, Սերժ Սարգսյանը միջազգային կառույցներին ասում էր, տեսեք ընդդիմությունն ովքեր են, այս ծաղրացուներին, այս անլուրջներին ինչպես կարելի է իշխանություն տալ, ժողովուրդը նրանց չի ընտրում, ոչ թե մենք թույլ չենք տալիս որ գան, հատուկ կերտեցին այդպիսի անլուրջ ընդդիմություն, իսկ դրան համաձայնվեց Նիկոլ Փաշինյանը, որովհետև շատ հարմար էր դա Սերժ Սարգսյանի համար հաճո ընդդիմություն լինել, թե հետագայում պասերով ինչ արեցին, թե ոնց եղավ, թե արդյունքում Սերժ Սարգսյանը ինչպես իշխանությունը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին, ինչպես քվեարկեցին, որ նա վարչապետ դարձավ, ինչպես բանտից հանեցին եւ ինչ արեցին եւ այլ, այդ բոլորը տեսել եք եւ գիտեք, ինձանից էլ լավ գիտեք, ինչ տեղի ունեցավ։ Ու մարդիկ, որ այսօր չեն հավատում, որ Հայաստանում իշխանություն է փոխվել, որովհետեւ նայում են արտակարգ իշխանության համար ձեռնտու է այս կարգի ընդդիմությունը։ Դուք թալանել եք, դուք այս եք արել, դուք այն եք արել։ Ինչ է այսօր քննարկում ընդդիմությունը իշխանության հետ։ Դուք հանձնեցիք Ղարաբաղը, նայել ասում դուք եք առաջ հանձնել, բա բանակցող եք, բանակցեիք, հարցը լուծեիք, դուք թալանում եք, բա դուք այն եք թալանել, բա այսքան գույքը ձեզ որտեղից, նայել ասում եթե մենք այն ժամանակ արել ենք, հիմա էլ դուք օրինական թալանով եք զբաղված։ Այս մթնոլորտում մենք ապագայի ծրագիր կանենք, ժողովուրդ ջան, անցյալի եւ ներկայի կռվի մեջ ապագա չի ծնվում, դա ենք բացատրում։ Այո, Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հաճո ընդդիմությունն էր, որտեղ 2014 թվականին, երբ որ այս ամենի մասին ասում էինք, այն ժամանակ
քաղաքական ուժերը համախմբվեցին, որպեսզի կարողանան փակեն Սերժ Սարգսյանի դեմը, որ նա չկարողանա սահմանադրությունը փոխել եւ ոչ էին ասում նրան եւ սահմանադրության հանրակրվեն պետքա դառնար Սերժ Սարգսյանի անվստահության քվեի, բայց արդյունքում ստեղծեցին, բուծեցին ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի տեսքով, հետագայում էլ Ելք դաշինքի տեսքով, որ ասին այս սա է ընդդիմությունը եւ արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք։ Եվ դրա համար էսա արատավոր շղթայից դուրս գալու համար պետքա ճանապարհ դնել երկուսին հավասարապես ձեռքի բռնած։ Եթե որևէ մեկը նախապատվություն է տալիս Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին կամ Նիկոլ Փաշինյանին, դուք ճաշ ճանապարհ դուրս չեք գա։ Այս թևերի մեջ գտնել ով է ավելի լավը նման բան գոյություն չունի։ Երկու կողմն էլ վատն են մեր երկրին ապագա չեն տանելու, զարգացման չեն տանելու։ Մի փորձեք ասել, որն է չարիքի փոքրագույնը։ Այսօր դրա ժամանակը չի, որ մենք չարիքի փոքրագույն ընտրենք։ Ժամանակն է, որ ընտրենք բարիք, ընտրենք երկիրը այս վիճակից դուրս բերելու, այս ճահճից դուրս բերելու քաղաքական ուժ, որի ուսերին չկա այն բեռը, այս ամեն ինչի բեռը, որին ոչ մեկը չի կարող ասի, բա դու Արցախի հետ կապված այսպես ես բանակցե կամ բանակը թալանել ես։ Այս սա է, որ շատ ծանր են տանում թե նախկինները, թե իշխանությունները, որ այն ուժը, որի վրա այդ բեռը չկա, ձեռքերը արյունոտ չի, այդ ուժը շատ վտանգավոր է, որ մտնի խորհրդարան։ Այո, ես հասկանում եմ, թե ինչքան է վտանգավոր, եթե չեն կարող քեզ ասել, բայց էլ դու չէիր, որ ես ինչ բանը թալա, որ հիմա արդեն գիտնականը համարվում է թերություն, որ հիմա կիրթ մարդը համարվում է թերություն, որ ասում են, բայ իրա կենսագրություն, այսինքն գիտնականը դա կենսագրություն չի։ Չէ, դու ցույց տուր ինչ ես թալանել, որ մենք քեզ քննադատենք։ Ինչ է նշանակում դու թալանին չես մասնակցել, ուզում ես իշխանության գաս, բա մենք ի՞նչն ենք քննադատելու։ Եթե ոչ մի բան չկա քննադատելու, կասենք ուրեմն սրա պատվերն է կատարում կամ նրա, ձեր պատվերն ենք կատարում։ Եթե դուք դա չեք ուզում, ձեր քվեարկության արդյունքը մենք կտեսնենք, կորոշենք մեր հետագա անելիքները։ Էնպես որ ընտրությունը ձերն է։ Այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։